Facebook-յան օգտատեր Գևորգ Գրիգորյանը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, ներկայացնում ենք այն հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Ես միշտ ասել եմ, եթե մենք լռենք, քարերը կխոսեն, ավելի լավ է մենք խոսենք, որովհետև Աստված տվել է մեզ իմաստություն, եւ ամենակարևորը, որ Աստված ասում է՝ մի վախեցի, որովհետև ես քո հետ եմ։ Սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք այսօրվա այս առուծախը, Բաբելյոնը եւ այս ամեն ինչը, ինչ որ կատարվում է մեր Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե մենք մեծ աշխատանք ենք տանում հասնելու արժանապատիվ մեր տղեկի հետ արժանապատիվ այն Հայաստան, այն հայրենիքի համար, որտեղ որ մենք եղել ենք եւ կանչվել ենք եւ կանչված ենք դրա համար, բայց մենք պիտի խոսանք հիմա խնդիրներից, այն խնդիրներից, որ այսօր տեղի է ունենում մեր երկրում, շատ ցավոտ խնդիրներ, որ այսօր այդ առևտրի մեջ մտած են նույն դեմքերը, նույն դեպքերը, նույն առևտրականները։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, ես ունեմ իմ ազատ կարծիքը եւ մենք չենք թողնի մեզ խաբեն եւ որևէ ինչ-որ գնի դա փողով, գնի դա ուժով կամ որևէ մի բանով մեզ որևէ մի ձև հրամցնեն, դա չի ստացվի, որովհետեւ մեր կարգախոսն ու նվիրալները չեն դավանափոխվում։ Սիրելի հայրենակիցներ, այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք ենք տարել, մենք գիտենք այս ամեն ինչը, որ մեր այս աղրիկը պետք է գար մեր գլխին, մեր հայ ազգի գլխին։ Մենք դրա մասին Սերոբ Գասպարյանն հետ խոսել ենք շատ անգամներ, մինչև կռիվը, կռվից հետո, եւ եղավ այն ինչ որ եղավ, բայց հիմա ես ուզում եմ խոսել այսօրվա ընտրություններից, որովհետեւ բոլորդ գիտեք, որ այսօր մի քանի օր է մնացել Հայաստանի ճիշտ ընտրությունը, դրա համար իմ պարտք եմ համարում նորից ես խոսել այն ճշմարտությունը, որ ինչի Վարդան Ղուկասյան, շատերի համար դա այո աբսուրդ էր, որ երբ որ ես աշխատանք էի տանում ու շատերը չէին հասկանում, թե ինչի համար, ես միշտ ասել եմ եւ ասում եմ, երբ որ մարդին լավություն անում, ես հազարապատիկ ուզում եմ, որ շնորհակալություն հայտնած լինեմ, անկախ մարդու տեսակից, անձից, բոլորս մենք սխալական ենք, բոլորս մենք մարդ ենք, Աստծո ստեղծած ենք, այդ արևը բոլորին սա, այս օդը, այս ջուրը, ամեն ինչը, բայց ինչ որ այ ես միշտ շնորհակալություն եմ հայտնել, որովհետև այդ անձնավորությունը մի ֆենոմենալ անձնավորություն էր, որ բոլորս էլ սա աշխարհում չկա մեկը, որ Վարդան Ղուկասյանին չճանաչեր իր ֆենոմենալ տեսակով, ես ուշ իրան հետևում էի, նայում էի եւ ժամանակ առ ժամանակ կարելի ասել, որ ճշմարտությունները ավելի էր բացում եւ հազարավոր մարդկանց նա կարողանում էր օվկիանոսից այն կողմ օգնել։ Դա ֆակտ է, դա չեն կարող հերքել։ 3 անգամ եղել է զանգ Վարդան Ղուկասյանի հետ այն ժամանակ, երբ որ ես Հայաստանի Հանրապետությանը օգնել եմ զինված ուժերին եւ վաճառել են այդ ամեն ինչը, իսկ Վարդանը բարձրաձայնել է, իսկ դրա արձագանքը ԱԱԾ-ի աշխատողների ես տեսել եմ, նրանք ինձ զանգահարել են շատ զգույշ, շատ կարելի ասել շատ նորմալ ձևով եւ նրանք պատասխանել են այն հարցերին, որտեղ որ Վարդան Ղուկասյանը բարձրաձայնել է, նշանակում այդ գործիքակազմը աշխատում էր, սիրելի հայրենակիցներ, եւ հետո եղավ այն, ինչ որ եղավ Վարդան Ղուկասյանի հետ, որին ես զգուշացրել էի 3-4 օր առաջ նախքան իր բռնվելը, որ ես ասում եմ, որ աղանդավորների ձեռքով ես դու գնալու եղբայր։ Այդ ամեն ինչը այդպես էլ եղավ, ես դա տեսա այն ժամանակ, երբ որ ես 21 տարի այդ աղանդավորների խմբակցությունների պատմությունն եմ հավաքում, ամեն մեկը որտեղից են եկել եւ ինչով են զբաղվում։ Դրա համար, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ամերիկա, հանդիպեց կյանքի խոսքի կարկառուն դեմքերի Արթուր Սիմոնյանի հետ, այդ բաբելոնական հանդիպումը տարբեր հավատքի մարդկանց հետ, եւ ես հասկացա, որ արդեն ժամանակն է եւ ես ինքս Վարդան Ղուկասյանին ասացի, որ
Եթե հիշում եք, ես Վարդանի հետ դաժեմ 2-3 անգամ ինձ հաջողվել է եթերներ անելու, զանգ Վարդան Ղուկասյանին, ես եմբախտել եմ նույնը կրկնել եւ հիմա էլ եմ կրկնում, այսօր աղանդավորները բացել են մեր սահմանները, իհարկե ես չեմ ուզում որ ասեմ հենց նրանք էին մեղավոր, ոչ, ուր ենք մենք, ուր էր մեր գիտագից հայ քրիստոնյա ազգը, ես ուզում եմ այսօր մի բան ցույց տալ, շատ հետաքրքիր, ինչի մասին որ ես տարիներ խոսել եմ եւ սիրելի հայրենակիցներ դու դա լսել եք, հիմա ես դա ուզում եմ մի հատ ցույց տալ, արդյոք համապատասխանում է այն ինչի մասին որ ես խոսել եմ եւ այն ինչի մասին որ փորձում են ինձ լռեցնել, ես նորից եմ ասում եւ ասում սիրելի հայրենակիցներ շուտով կգա օրը թե ինչերի մեջով ենք մենք անցել, դա մեր համար վախ չի, այ դա ապացույցն է, երբ որ պետական մասշտաբի քեզանով զբաղվում են, դա այն ազդակն է, որ դու կաս, հասկանում ես, զբաղվում են նրանով, անկախ բնագավառից, երբ որ քեզանով զբաղվում են, ուրեմն դու կաս, ուրեմն դու ինչ-որ մի ուժ ես, ուրեմն ինչ-որ մի գործողություն դու անում ես։ Հիմա այն ինչի մասին, որ ես խոսել եմ, սրանց նմանները շատ անգամ են փորձել, ես չեմ սիրեմ միշտ խոսել պրոբլեմներից կամ որևէ վախի հոգուց, որովհետև այս կյանքը իմ համար, ես դրա մասին շատ անգամ խոսել եմ, ոչ թե խոսքեր են կամ փող կամ որևէ մի բան, սա զոհաբերություն է, եթե դու մի բան անում ես, պետք է անես ոչ թե մարդկային ռեսուրսով կամ մարդկային մտածելակերպով, այդ դու պետք է անես քրիստոնյա վայել, հարություն առած Քրիստոսի գիտակցությունով, որտեղ նա զոհաբերեց։ Դրա համար մեկ-մեկ որ ինձ ասում են, «Էս ենք սիրում, այն ենք սիրում, էս խոսքերն ենք ասում», ես ասում եմ, ինձի խոսքերով մի արեք, ցույց տվեք զոհաբերությունը։ Եվ այն տարիների մեջ, որ ես ու Սերոփը եղել ենք այդ խնդիրների մեջ, մենք չենք բարձրաձայնել եւ դա մեզ հարիր չի եղել, որ մենք բարձրաձայնենք։ Հետո Սերոփին բռնեցին շինծու գործերով, այդ մի տարի ու կեսը, որ մինչև այսօր ես կամ եւ խոսում եմ եւ շատերի համար դա դեռ աբսուրդ է, թե այն Ավստրիայի գևը ինչ է ուզում, ես այն ինչ որ ոչ թե ես եմ ուզում, այ ուզում է իմ Աստված, իմ հայ տեսակը այն քրիստոնեությունը, որ իմ մեջ դրվել է եւ դրանով մենք առաջնորդում ենք այդ զոհաբերությունը։ Հիմա նայեք, այդ խնդիրների մասին մենք չենք խոսել, թե ինչքան բողոքներ ա եկել, ինչ կալիբրի բողոքներ ա եկել, ինչ հարցեր ա եղել, ինչ մուտիտներ ա եղել։ Վարդանի ձերբակալուց հետո շատերը եկան, շատերը գնացին, շատ դժվար էր առաջի անգամ իհարկե իմ բնագավառում դա դժվար չէր, որովհետև այդ բնագավառը շատ տիրապետում եմ մարդկանց մեջ մտնելով տարբեր թեմաներով գտնես հոգևոր, գտնես աշխարհիկ, գտնես որևէ մի աշխարհի ինչ-որ մի տեսակ, հա, իմ համար ճիշտ է դժվարություն կա, բայց ես արդեն քանի որ երկար տարիների դրա պրակսիսը ունեմ, ինչպես վարվել մարդկանց հետ եւ խոսել ամեն սիտուացիաներում, թեկուզ որ դիմացին հետ քեզ խաբում է, թեկուզ դիմացին հետ քեզ մատնում է, թեկուզ դիմացին հետ քեզ փորձում է թերագնահատել, հետո գնահատել, հետո նորից թերագնահատել, դրանք կյանքի աշխատանք էր, որը տարվավ այդ ընթացքում, բայց շատ քչերը գիտեին, թե ես ինչ էի ուզում։ Այո, առաջինը եղել է, որ Վարդան Ղուկասյանի կողքին կանգնելով իմ շնորհակալությունը հայտնել, որտեղ նա մեր հայրենակիցն է, նա մեր համար, բոլորիս շատերիս համար հայտնվել է այսօր Բերդում նորից շինծու գործերով, իսկ ես միշտ ասել եմ շնորհակալություն հայտնելը դա աստվածային ամենամեծ գործիքն է եւ քայլն է, երբ որ դու մարդուն ասում ես շնորհակալություն եղբայր, իշքանով որ իմ ձեռքի երկարությունը կհասնի, ես կանգնած եմ, դա իմ գենետիկայի մեջ դրված է շնորհակալություն հայտնելը, այո, այդ շնորհակալություն հայտնելը իմ վրան շատ թանկ նստեց եւ մինչեւ հիմա էլ թանկ նստում է, որովհետև գիտակցելով այդ տեսակ մարդկանց հետ գնալով մտնելով այնտեղ, որտեղ չի կարելի, դա շատ թանկ զոհաբերություն է, որը երևի մի 100 տարի հետո խոսեն կամ
կասեն, դրա համար դեռ շուտ է դրա մասին խոսելը, որովհետև մենք էլ շատ աշխատանք ունենք անելու սիրելի հայրենակիցներ, նույնը ոնց կարելի էր հովազների հետ կողքին չլինել, ոնց կարելի էր մինչև վերջ չգնալ, ոնց կարելի էր նրանցից չխոսել, առավել ևս իմ ընկերոջից, իմ աղբորից, որ ինքը ես Սերոփին շատ լավ ճանաչում եմ, նորից եմ ասում, երև մի 100 տարի հետո մեր թորները կգրեն են պատմությունը, որ իրականում եղել է եւ շատերը չեն էլ հասկացել, թե մենք ինչ ենք ուզել եւ ինչ ենք ստացել, դա ժամանակը ցույց կտա, բայց մի բան ասեմ, որ դա արվել է անշահախնդիր, ես միշտ ԱԱԾ-ի աշխատողներին ասում էի, ես վերջում եմ ես ասեմ, երբ որ զանգ ստացա, ես ասեցի, եթե բան եք ուզում իմանալ, կարեք ինձանից իմացեք, որովհետև ինձանից լավ այդ տեսակներին ճանաչող չկա, բայց երբ որ ես այդ տեսակից խոսեմ, դուք պետք է ապաշխարեք, երբ որ ես այդ տեսակներից խոսեմ, դուք պետք է ամանչեք, եթե դուք համաձայն եք դրան, խնդրեմ, որովհետև Սերոփի տեսակը էդի մի ուրիշ տեսակ է։ Ինչ շատ անգամ սիրելի հայրենակիցներ, երբ որ 44 օրվա պատերազմը եղավ, երբ որ Սերոփը վերցրեց այդ ծանր եւ պատասխանատու գործը հովազի հրամանատար լինելով, ինչ շատ անգամ մարդիկ ասում էին, դե ախպեր Սերոփը Ռոստամ չի դառնա։ Այո, ես համաձայն եմ, իհարկե ամեն մեկը իր դիրքում է։ Ես Ռոստամին ավելի շուտ եմ ճանաչել, քան թե Սերոփին, դա շատերը չգիտեն, ես Ռոստամի հետ ավելի ուրիշ մենք թեմաներ ենք շփվել, քան թե առաջուց Սերոփի հետ, հետո եղավ Սերոփի հետ մեր շփումը արդեն Եվրոպայում, ինչ-ինչ պատճառներով, թեմաներով, բայց իմ համար Ռոստամի տեսակը, այդ ֆենոմենալ տեսակը, հայասեր, հայատեսակը չկա, այս պահին ես որ ասեմ համեմատելու ինչ-որ մի բան կան, իհարկե հայրենասեր աղբերներ մենք դեռ ունենք, տղեկ, քույրեր, մայրեր, այո, մենք ունենք, բայց իմացած Ռոստամի տեսակը, որ ես եմ շփվել եւ իրանից շատ բան ես սովորել եմ, թե ինչ անժամ հայրենասիրությունը, ամեն ինչ տալ, մարդ տանի իր ընտանիքի բոլոր անդամներին, կռվի դաշտ եւ մինչեւ վերջ կռիվ տալով եւ իր կյանքը իր որդու հետ տալով, դա մի մեծ իմ համար օրինակ է, որ այդ է հենց զոհաբերությունը, ինքը կարող էր հետ մնալ, ես գիտեմ, որ ինքը գաղտնիքը տիրապետում էր, ով հասարակ զինվորը կամ ֆիդայինը չէր տիրապետի, բայց ես ոչ թե համոզված եմ, ես 1000% համոզված եմ, որ Ռոստամը գիտեր, որ հետադարձ ճանապարհ չկա, բայց իր որդիները իր կողքին կանգնած էին եւ իր եղբայրը եւ իր եղբայր որդիները, որ ես Սերոփին ասում եմ, գոնե մեկ հոգի թողեք հետ գա, գոնե մեկ հոգի գա, որովհետեւ սնայրադա, կռիվա, պատերազմա հասկանում ենք, օքեյ, ձեր տեսակը չկա, բայց ասում եմ եղբայր անհնար է դա։ Հենց էսա զոհաբերությունը, հենց ծառին իր պտուղներով պետք է ճանաչես, դրա համար այսօր, որ ինչ շատ անգամ ասում են գեվ, այդքան բանա կատարվե քո հետ, դու ինչի տորմուզ չես տվել, դու ինչի չես կամ քեզ ինչին էր պետք է ամեն ինչը, հենց էսի այդ շնորհակալությունն է եւ զոհաբերությունն է, որ այս աշխատանքը տարվում է անշահախնդիր։ Ես ասել եմ, այս աշխարհում կան երկու տեսակ մարդկային, որ այդ երկու տեսակի համար ես կանգնած եմ, դա մեկը Արտուր Ասատրյանն է իր արած գործերի մեջ, որ ես շատ երկար հետևել եմ Արտուրի գործերին, որպես հայ տղու տեսակ, այն ձեր ասած դոն տեսակը, որի հետևելով եկավ այդ պահը, որ ես որոշում կայացրեցի, որ ես այդ նույն այն գործը, որ ինքը արել էր, դա վերցնել եւ պատվով պահել Եվրոպայի սրտում եւ դա ստացվեց մեր մոտ ու այսօր ես ինչ շատ լավ եմ զգում եւ շատ շնորհակալ եմ աղբորից, որ այդ գաղափարը, այդ տեսակի տղեն, որ ինքը կարար այդ գումարները ծախսեր մի ուրիշ տեղ, բայց ինքը ծախսեց մեր ճիշտ պատմության մեջ,
ասեմ, որ վաղը չէ միսօրը Իտալիայից ես ունեմ մարդիկ ուղարկում եմ Հայաստան, վաղը չէ միսօրը նրանք գնեն Հայաստան, 40 գրքի հեղինակներ են, որ եկել են իմ մոտ, ուսումնասիրելով Արթուր Ասատրյանի գործերը, ես ներկայացնում եմ ոչ թե իմ անձը, ոչ թե իմ փառքը, ես ներկայացնում եմ այն աշխատանքը, որ հայերը ով են եղել, իրանք շատ անգամ են իտալացիները եղել Հայաստանում, բայց այս անգամ նրանք ուզում են դա նկարահանել եւ շատ հետաքրքիր շուտով մենք ես ասել եմ, չէ՞ որ շուտով շատ հետաքրքիր գործեր ունենք ցույց տալու։ Պատկերացնում եք, հայերը իտալացիները գալիս են հայկական եկեղեցի մշակույթ նկարելու եւ դա ցույց տալու նորից իտալացիներին, քանի որ իտալացիք շատ մոտ նման են մեր ազգին, թե գենետիկորեն, թե խարակտիկորեն, նրանք ուղղակի նստած են եւ ապշում են եւ իմ նստավայրում, որտեղ որ ես այդ թագավորների նստավայրն է, այնտեղ դրված է Արտուրի նկարը եւ Ռոստամի նկարը եւ երբ որ ես ներկայացրեցի ոչ թե իմ փառքի կամ իմ արած գործերի համար կամ իմ դրած այդ ամեն ինչի համար, ոչ, ես ներկայացրեցի շատ ճիշտ իմ հայրենակիցի օրինակը, ինքը օրինակն էր, այդ առողջ օրինակը ես ներկայացրեցի, որ հասկանալի լինի ժողովրդին, թե հայի տեսակը երբ որ խափում են, որ մենք պարտվել ենք կամ մենք այսօր աղքատ ենք կամ բան, դա այդպես չի։ Հայի տեսակը իսկական տեսակը չպարտվող տեսակն է, հայի տեսակը աղքատ տեսակը չի, մենք հարուստ ենք, մենք աշխարհի եւ ունիվերսումի հարուստ ազգերից մեկն ենք, որովհետեւ մենք հավատում ենք հարություն առած Քրիստոսին։ Դրա համար երրորդ անձնավորության հետևից, երբ որ ես գնացի եւ այսօր հենց այս պահին այստեղ ենք եւ մենք գնում ենք նույն ճանապարհը, դա Վարդան Ղուկասյանն էր, մի ֆենոմենալ մարդ, որը ես նորից եմ ասում, եթե ես մի գործ բռնում եմ կամ մեկի հետևից գնում եմ, ուրեմն դա ինձ, եթե ես մի բանից հետաքրքրում եմ, ես պետքա շատ խորը գնամ այդ հարցում, եւ Վարդանի հարցում, երբ որ ես ավելի խորացա, նորից եմ ասում, քավ լցի, ոչ թե հայոյան կամ չգիտեմ, շինցու ես վիդեոն կամ աղբերենի տեսել ես, ամեն մեկը թող իր մեղքի մասին խոսա, ամեն մեկը թող իր, ես չեմ խոսում հայրենիք հավատքը դա անձը չի, ես այսօր կարամ այնքան մեղք գործեմ, որ հավատացնում եմ շատերից ու շատերից, բայց դա չի նշանակում այն գործերը կամ այն հայրենասիրությունը կամ այն հոգևոր դաշտը, որ ես կկորցնեմ, դրա համար Հիսուսի խոսքերը, որ ամեն դեպքում ինչ է լինի, մենք զղջում ենք, մեր արածները տալիս ենք Տիրոջ ձեռք, հիմա իմ համար կա հարություն առած Քրիստոս, նույնը Վարդանի համար եւ նույնը քո համար եւ նույնը աշխարհի բոլոր ազգերի համար, եթե նրանք ընդունեն Հիսուս Քրիստոսը հարություն առած, անես որ այդ դադավորական դերից դուրս գանք, ես խոսում եմ ֆենոմեն մարդու մասին, որ ինքը կարող է բերդում նստած լինի եւ բերդից կարողանա այս տեսակ քայլ անի։ Ես եզակի մարդկանցից եմ, այո, ես այսօր չեմ թաքցնում, որ ես ունեցել եմ եւ ունեմ կապ Վարդան Ղուկասյանի հետ։ Ես դա չեմ բարձրաձայնել ինչի համար, որտեղ դրա կարիքը չկար բարձրաձայնելը, որ գիտեք, ինչ ոչ։ Ես ուզում եի հասկանալ, մենք նույն տեսիլքն ենք տենում, թե նույն տեսիլքը չենք տեսնում։ Անկախ ամեն ինչից, եթե մենք նույն տեսիլքն չտեսնենք, ես այդ անձին պետք է իր անձից խոսեի, որտեղ ասել եմ, չէ, իմ շնորհակալությունն էր այդ անձի հանդեպ, որ այդ անձը իմ նեղ ժամանակում, երբ որ գողացել են մեր բոլորիս ապրանքները, ես դիմելով նա բարձրաձայնեց։ Նշանակում է անկախ այդ ամեն ինչից ես պետք է իրանից խոսայի, դա ճիշտ էր, բայց երկրորդ դեպքը արդեն, որ երբ որ մենք ավելի տեսնում էի այն տեսլականը, որ ինքը բարձրաձայնում էր Արևմտյան Հայաստան, Արցախ եւ մնացած մեր իրական հողերի եւ տների մասին էր նա խոսում, այո, մենք եկանք հասանք այդ մի եզրակացության, որ ամենահետաքրքիրը նա էր, որ համ Վարդանն էր նստած անհասանելի Ամերիկայի բերդում եւ մի sense խառը իրավիճակ, մարդիկ չէին հասկանում, թե ով ում բարեկամն է, եւ այդ ընթացքում Սերոբ Գասպարյանն էր ԿԳԲ-ի պատվալում, եւ ես այդ երկուսի մեջտեղը կանգնած, ես պետքա լինեի այն անձնավորությունը, որ այդ կամուրջները սարքելով մարդիկ կային սղոցով էին կամուրջը կտրում, ես օրհնում եմ այդ մարդկանց,
Դա իմ համար մի հատ այնպես պրակսիս էր, կյանքի պրակսիս, որ չեք էլ պատկերացնում, թե ինչքան մարդիկ էին աշխատում այդ ճանապարհները քանդելու։ Ես դարձել էի քաղաքական, օլիգարխական եւ գողական այդ կամուրջը, այդ մարդկային կամուրջը, որ մարդիկ կային իրարի տարիներով ատել են, այդ կամուրջը սարքվեց, մարդիկ կան, որ մտածում էին այս անձն է, բայց վերջում բերվեց մի բանի վրա, որ այդ անձը չի, այս անձը այն անձը չի, որի համար նստել է, այս անձը այն անձը չի, եւ այդ կամուրջը սարքվում էր շատ ահավոր զգույշ, բարձր մակարդակի եւ սարքվում էր շատ ճիշտ Աստծու խոսքի մեջ, որովհետև մարդկային ուժը մենակ փողն ու զենքը չի, մարդկային իսկական ուժը, երբ որ դու ասում ես ես Քրիստոսն եմ, դու պետք է այդ ուժը գործես Աստծո խոսքի մեջ։ Եվ այդ Աստծո խոսքն էր ինձ փրկում, որ այդ սղոցով, երբ որ այդ կամուրջները կտրում էին կամ վախտերնում Իսկանդեր էին գցում այդ կամուրջի վրան, հետո նորից էլի հավաքվում էր այդ կամուրջը, կան մարդիկ վկաներ, որոնց ես շատ հարգում եմ, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, անկախ ամեն ինչից։ Ես բոլորին հիշում եմ, մարդիկ կային ուրախանում էին, մարդիկ կային տխրում էին, մարդիկ կային, որ չէին կարողանում այդ կամուրջի վրայով էլ արդեն այդ բեռը շատ մեծ էր, ես էլ եմ հասկացել, մարդիկ կան, որ հիասթափվեցին այդ ժամանակի մեջ, էլ եմ հասկանում, ամեն մեկը իր գործը արել է, եւ ես ուզում եմ, որ անկախ այսօր այդ մարդկանց հետ ես շփվում եմ, թե չեմ շփվում, ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել եւ Աստծո օրհնությունը օրհնել, որովհետեւ գիտեք, եթե դուք չլինեիք, այս սրան չէր հասնի այս ամեն ինչը, հենց այս էր խնդիրը, ուրեմն դուք պետքա լինեիք, անկախ դուք լավն եք, թե վատն եք, ես չեմ, որ պետք է դադեմ կամ որևէ կարծիք կարամ արտահայտվեմ, բայց դրա կարիքը չկա, որովհետեւ մենք անցյալով չենք ապրում, մեր համար ներկան եւ ապագան է կարևորը, ինչ հիմքի վրա ենք դնում։ Դրա համար այդ հիմքը դրվեց շատ առողջ, շատ հզոր, բարձր մակարդակի, ու այսօր մենք կանգնած ենք մի դիրքում, որ հովազները եւ դոկ կուսակցությունը ասելով Վարդան Ղուկասյանին եւ շնորհակալություն մեր Լևին, որ ես մի անգամ Լևոնին մի հարց տվի, ասի Լևոն, վերջի պահին դու շատ ճիշտ որոշում կայացրի եւ շատ ճիշտ պահին դոգը քեզ բերեց, որովհետեւ արդեն դժվար էր այդ կամուրջը սարքելը, արդեն սարքվել էր, բայց չկար այն մարդը, որ այդ կամուրջի բացումը արվեր, հա։ Եվ Լևոնը եղավ այդ կամուրջի բացման, այդ անձը եղավ այդ կամուրջի բացման, որ պրոֆեսիոնալ մարդ, գրագետ մարդ, հավասարակշռված մարդ, որը մենք ունեցել ենք շատ ծանր եւ շատ լուրջ խոսակցություններ, եւ ես շնորհակալ եմ, որ Լևոն ջան դու կայես այս ընթացքում այս ժամանակի մեջ ես քեզ ճանաչել եմ եւ առավել եւս, որ հիմա դու Վարդան Ղուկասյանի մեր լեզվով ասած դոգի կողքին ես, որովհետև դա ինձ շատ օգնեց հավասարակշռությունը, ցավում եմ մարդկանց համար, որ այսօր իրանք այս պահին թիմում չեն, ցավ եմ ապրում, որովհետև չեմ կարող ասեմ ինչի համար, իհարկե ես ունեմ իմ կարծիքը ստոպ տվեցին, բայց ինչ որ դուք շատ աշխատանք տարել էիք եւ ես չէի ուզի, որ այդ ընծներ, ես կուզեի, որ ավելի հզոր լիներ թիմը, ավելի պրոֆեսիոնալ, բայց չնայած ասում պարկ այսօր պրոֆեսիոնալ մարդիկ կան, թիմը կա, ես ճանաչում եմ Լևոն Բաղդասարյանին, ես ճանաչում եմ Սերոբ Գասպարյանին, ես այդ երկու բալանսավորված թևերը հավատացնում եմ մնացած թիմի ժողովրդին, ասենց ասած Պլատոնի ասած ճանաչում եմ, գլոբալ ճանաչում եմ, բայց շփում չունեմ, իմ ամենամեծ այցեքարտը դա Սերոբ Գասպարյանն է, որ ես պատիվ ունեմ հովազի անունը բարձրացնելով
եւ այն 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ուղղակի հայերեն չեմ կարող այդ բառը, եթե կարա գրեք ինձ, ես ուղղակի այս բառը սենց ասեմ, այն ամենամեծ ստավք եմ, որ դնում ես ու ասում ես, եթե ինքը չէ, բա ով, եթե այդ անձը չնստի կամ չգա որևէ համապատասխան մեր իշխանության մեջ, բա ով գա, բանագից փախազները գան, կռվից փախազները գան, օլիգարխները կան, որ չունեն հայրենիք, հա, ոչ թե այս բոլոր օլիգարխները, այս գիտեմ ումն եմ ասում, բա որ իրանք չունեն ով լինի։ Դրա համար ես իմ ուժը, գաղափարը, կապերը եւ մնացած աշխատանքը դրվեց այդ ամեն ինչի մեջ, այո, արժան են իրանք պետք է, իրանք են տվել իրենց այրունը, իրանցով է գծվել մեր երկրի սահմանները եւ իրանցով էլ Աստծո ողորմությամբ պիտի լինի մեր հաղթանակը։ Ինչի Սերոբ Գասպարյանը, ինչի շատերը հարց են տալում, որովհետեւ նայեք, Սերոբ Գասպարյանը նորից մի ֆենոմենալ երևույթ է, ասենց անձնավորություն է, ախպերս, լինելով 30 տարվա ասած մեր գյուղական լեզվով ասած ֆիդային եւ ազատամարտիկ մի ձեռքը զենքը եւ մի ձեռքը Աստվածաշունչը դա շատ հետաքրքիր մի մեծ կոմբինացիա է, որը նա ծնկիչ գալացող տեսակ է, ես միշտ ասում եմ Սերոբ, եթե մենք հանդիպենք աշխարհիկ կյանքում, մենք իրարի, չգիտեմ, որտեվ ես իր տեսակը հասկանում եմ, ինչ տեսակի մարդ է ինքը, այդ զադնիչ տվող, հա, դրա հետ միասին հավատացյալ եւ հոգեվոր, դա շատ գիտեք, երկինքն ու երկիրը երբ որ կպնում են իրարի, այդ ուժը, հա, այդ իմացած ուրիշ մի բան է, քանց թե ինչ որ մեկ ասում է ես երկրի վրա ուժեղ տղա եմ կամ որևէ զենք ունեմ կամ փող ունեմ կամ որևէ ինչ բան, չէ։ Երբ որ դու երկրի հետ ես ուժը երկնքի վրա, երկնային խոստն ու ուժն ես դնում, այդ արդեն այդ մարդկանցի հետ պետք է հաշվի նստել։ Եվ այդ մարդկանցից մեկը դա Սերոբ Գասպարյանն է, որ ինձ բախտավիճակվել այս կյանքում հանդիպել։ Անձի հետ շատ դժվար է եղել հասկանալ շատ բաներ, որովհետև մենք երկուսս կրակոտ մտածելակերպով գնում ենք, բայց փառք Տիրոջը, որ մենք միշտ ունեցել ենք մեր մեջտեղը Հիսուս Քրիստոս, որ բերել է մեզ այդ եզրակացության, այդ հավասարության, հենց դա է ճիշտ մտածելակերպը, ոչ թե որ ես կամ դու, ես ասեմ, դու ասես կամ ես լսամ, դու լսաս, իհարկե մարդու անցյալը ապրածը պետք է հարգես ու հաշվի նստես, հա, բայց մեր մեջ կա երկնային այդ աղբերությունը, ես կասեմ երկնային աղբերությունը, որը պահել է այդ հավասարությունը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, բոլորս գիտենք, որ մենք գնում ենք ընտրության, Սերոբ Գասպարյանը եւ Վարդան Ղուկասյանը դոկ կուսակցությունը իրար հետ գնում են, այո, ես ընդունում եմ Վարդան Ղուկասյանի տեսագին վարչապետ, որովհետեւ ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի այդ տեսակը, երբ որ նստի վարչապետ, ես միշտ ասել եմ, որ անկախ ամեն ինչից հիմա տեսեք ես մենակ խոսում եմ այն ինչ որ ուզում եմ, իհարկե իմ չափերից դուրս չելնելով, հասկանալով որ ամեն ինչի համար մարդը իր խոսքերն պատասխանա տալի, թե ինչ որ Վարդանն խոսե, թե Պողոսյան Պողոսը, բայց երբ որ դու գալիս ես քաղաքականության, պետք է ունենաս առողջ եւ հզոր թիմ։ Այս հենց այս ֆենոմենալ տեսակներն էին հետաքրքիր, որ երբ որ փորձեցի հավաքել այդ երկու տեսակին եւ պատկերացնում եմ, թե ինչ հետաքրքիր բան կստացվի Հայաստանի Հանրապետության պետականության մեջ, դա ուղղակի միացած ֆենոմենալ բան կստացվի, ես իմ համար տեսանելի է այդ ամեն ինչը, այդ երկու տեսակին տեսնելով երկու հզոր կառույցներում, ես մի Սերոբին տեսեք, ես իմ կարծիքն եմ ասում, սիրելի հայրենակիցներ, հանգարցեցի չքաղաքականացնեք կամ ես գիտեք, իմ ազատ կարծիք ունեմ, դի ոչ թուղթ է գրել այսքան ժամանակ տվել, որ կամ զանգ այգաստել, այո, եղել է թղթեր, եղել է զանգեր, ես 99%-ին մերժել եմ,
եղել է միայն Սերոբ Գասպարյանի եւ մի երկու անձի կողմից հեռախոսազանգ կամ զրույց, որով մենք որոշում ենք կայացրել, թե ինչ խոսեմ կամ ինչ որ մի բան կամ ինչ որ, բայց իմ համար միշտ եղել է իմ ազատությունը, ես նորից եմ ասում, ես շատ անկախ մարդ եմ, իմ կախվածությունը մենակ դա Աստծո հետ է, բայց հարգելով մարդկանց խոսքը եւ դիրքը, իհարկե, եթե մենք գնում ենք նույն ճանապարհին, պետք է նստենք հաշվի, պետք է խոսենք, բայց չի եղել որևէ մեկը ինձ ասի սենց խոսի, նենց խոսի, դրա համար հիմա ես ասում եմ իմ կարծիքը, ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ուզում ասել, որ մարդը խոսքը ուժ ունի, երբ որ դու մի բառ ասում ես եւ դրա վրա դու հիմնավորվում ես, այդ կատարվում է, իրոք կատարվում է, որովհետեւ նախ ես հավատում եմ հարություն առած Քրիստոսին, իսկ եթե դու հավատում ես ու այսքան տարիներ են ինչ որ մենք արել ենք եւ դա կատարվել է, որ դեռ ոչ մի բան չի խոսացվում դրա մասին, իրոք դա շատերը չեն հասկանա թե ես ինչից եմ խոսում, բայց կգա մի օր, որ ես կբացեմ ոչ թե քարտերը այդ գիրքը, որ այն ինչ որ Աստված խոսել էր, դրա համար ես ասում եմ, ես չեմ կարող լռել կամ որևէ մեկը ինձ լռեցնի, քանի որ Աստծո խոսքը կատարվել է մեր կյանքում եւ եղել է այն, որը որ մարդիկ շատերը հիմա չեն կարող հասկանալ, թե ինչ է խոսում, զինվորական Վարդան Ղուկասյան, հետո Սերոբ Գասպարյան, Հովաս, այս ինչ է խոսում։ Այո, հենց սա է, որ այս ինչ է խոսում, բայց այն ինչ որ խոսում ենք, դա կատարվում է։ Այն ինչ մասին որ մենք, այն ինչի մասին որ տեսնում էինք, դա կատարվում է։ Դա հիմա իրականություն է, որը շատերը չէին հասկանում, շատերը ուշ հասկացան, փորձեցին խանգարել, բայց դա չէր ստացվի, որովհետև դա պետք է կատարվեր, դա պիտի լինի, հա։ Դրա համար մենք փորձել ենք միշտ անկախ լինել եւ փորձել ենք միշտ երկինք նայել։ Ես միշտ ասեմ, Սերոբ, ասեմ, եթե դու պետք է չլնես պաշտպանության նախարար, ով պիտի լինի։ Ես միշտ ասել եմ, որպես իմ ախպեր, որովհետև իր այդ տեսակը ասեմ ինչի համար, ես հիմնավորեմ, որ իմ հայրենակիցները հասկանան, չասեն ես ինչ-որ գովաստ կամ բան, այո, իմ կրված 30 տարի տղեն, տրված, հետ նահանջ չի արել, չի փախել, չի ծախվել ու այսօր չի մտել առևտրի մեջ, ես գիտեմ ինչ հիմար, որովհետև երբ որ Սերոբը բերդում էր, ես ձեզի ուզում եմ մի հատ փոքր կարճ բան ասել, որ ինչ շատ առաջարկներ ա եղել, գիտեմ, որ իմ հետ կարող էին կապնվել մտքերը տեղափոխել ինձ, ես ոչ թե 99%, այ 100% ես մերժել եմ, 100% ես մերժել եմ առևտուրը, որովհետև ես գիտեմ, որ Սերոբի տեսակը ու նվիրյալները չեն դավանափոխվում այդ բառը, դա իմ համար հայմերից հետո դա է, որովհետև եթե դու դավանափոխվում ես, դու կարաս վաղը քո կրոնն էլ դավանափոխես։ Եթե դու դավանափոխության կամ ինչ-որ մեկի գրգից մեկն ես թռնում, դու արդեն դառնում ես քաղաքական պոռնիկ։ Դա մերը չէր, դրա համար Սերոբին ճանաչելով ես շատ բաներ եմ մերժել, դրա կարիքը չկա հիմա խոսել դրանցից, որովհետև արդեն մերժված են, իսկ մերժվածին հիշելը դա պլնդուզից ցածր է։ Հիմա ես միշտ Սերոբին ասում էի, որ ինչի դու չէ։ Նայեք, Սերոբը ես այդ վիդեոները ունեմ։ 44 օրվա պատերազմին, երբ որ Սերոբը եւ իր եղբայրը գիտեին իրականությունը, թե ինչա կատարվել մեր երկրում, բայց նրանք ունեն այդ հնարավորությունը, ես կարծում եմ այդպես, հետ գալու կամ հետ նահանջի կամ ինչ-որ մի ծառի տակ, ոնց որ շատ գեներալներ գնացել ծառի ու քարի տակ տապելին անունով ու հասցեներով գիտենք, նրանք մնացին, բայց ամենաֆենոմենալը իմ համար Սերոբի տեսակից, որ այդ վիդեոները ես իմ մյուս հեռախոսի մեջն եմ, հիշում եմ, որ անձրևոտ եղանակներ էր այդ ժամանակները, ճղված պալատկեքով, այդ վիդեոները ես եզակի մարդն եմ եղել, որ ես կարողացել եմ կապ հաստատել այդ կռվի դաշտին, եւ Սերոբը իր գունները քարոզում էր Հիսուս Քրիստոս զորքին, որտեղ նա գիտակցում էր, կարող է այս պահին, կարող է ինչ-որ մի բան լինի, նա հոգ էր տանում Ռոստամի տեսակը եւ նրա տեսակը նրանք հոգ էին տալում բոլորի համար, ես դա գիտեմ,
Ես դա գիտեմ, թե ինչեր է կատարվել այնտեղ, թե ինչեր են հասցրել, ինչեր ենք հասցրել, ինչ ձևեր Ռոստամը մտածում իր զորքի համար, բայց դրա հետ միասին հենց այդ էր այդ ամեն ինչի մեծ գաղտնիքը, որ Սերոփը աղոթում ու քարոզում էր այդ պահին պալատկի տակ դիրքին, որ այդ րոպեին կարար սնայրատը խփեր։ Հիմա ես ձեզ ուզում եմ այսօրվա, գիտեք, երբ որ տղամարդը հայ տղեն քրիստոնյան մի բան խոսում է, պիտի տանի։ Հիմա ես այդ ուբիդիտ բառը ոչ թե ուզում եմ դες կոպիտ ասեմ, ես ուզում եմ հիմի վերցնել այս հիմիկվա ընդդիմադիրների, որ ասում են մենք գալու ենք երկիրը փրկենք, աշխարհիկ մտածելակերպով։ Ես վերցնում եմ Սերոփին։ Ես գալիս եմ Սերոփի հետ, ես ինձ թույլ եմ տալի, այդպես ասել, ես վերցնում եմ Սերոփին, ես գալիս եմ, ես ու Սերոփը նայում եմ այդ բոլոր ընդդիմադիր ուժերին գտնեն, չգիտեմ, օլիգարխ, թե չգիտեմ, առաջվա նախկին նախագահ կամ չգիտեմ, որևէ պաշտոնյա, ես ուզում եմ հարց տալ։ Ինչն ես ուզում փրկես Հայաստանի։ Այս տղեն 44 օրվա պատերազմի 30 տարի անցած դիրքերից տուն չի եկել։ Ինքը աղոթում էր հոգու փրկության համար։ Դուք ինչն եք ուզում փրկեք։ Գիլազը, Բիբարը, ինչը որ դուք չարեցիք մինչև այսօր։ Նրանք աղոթում էին պալատկի տակ, որ Աստված ոչ արա, եթե մի հատ սնայրատ տրաքի, որ կունենանք ճիշտ է գիտակցելով, որ պատերազմում են գիտենք գնում են մարդիկ կյանք տալու, որ եթե կյանքն էլ տան, գոնե հոգին չկորցնի մեր երեխեն։ Հիմա հարց եմ տալի պաշտպանության նախարար Պապիկյան քեզ։ Վերջի անգամ դու զինվորի համար եփ ես աղոթել, որ հետո դու հիմա ասում ես, որ մենք կարանք երկիրը հզորացնենք, ում հաշվին։ Ով որ մարդու վրան է հույսը դրել, մարդու ձեռքով էլ գնում է։ Ով որ Աստծո վրան է հույսը դրել, նա Աստծո ձեռքերում է։ Սա է հենց գլոբալ իմ դրված այդ ասած խոսքը, ստավկեն, մեծ ստավկեն, որ ես որպես հայ լինելով այդ մարդու քայլը եւ մտածելակերպը, եթե նա 44 սնայրատը թռնում էր, գցենք 50 մետր տրակում էր, ինքը Աստվածաշունչը վերցրած պալատկի մեջը Ռոստամը կողքը նստած քարոզ էր անում, որ մեր երեխեքը չվախենային, որ մեր երեխեքը հայմերը աղոթեին, որ չդա Աստված, եթե մի բան էլ լիներ, որ իրանք լինեին Աստծո արքայության մեջ։ Հիմա Պապիկյան, դու ինձ ասա, ինչ ես արել քո զինվորի համար հոգևոր արժեք, ոչ թե մարմնավոր։ Հիմա նույն այդ ընդդիմադիրներից, այդ օլիգարխներից հարց եմ տալի։ 30 քանի 5 տարի արդեն մեր երկիրը պետականություն սենց Հայաստանի Հանրապետություն կոչվելով։ Ես ուզում եմ խոսել ոչ թե միայն, գցենք, փողերը ծախսեք շինություն լավ է կարել, շինությունից հետո ինչ եք արել այդ երեխաների համար, իրենց հոգևոր կյանքի համար, հոգևոր դաստիարակության համար։ Տես, պարոն Կարապետյան, դու ասում ես, որ քո նկարը խփած է Էշմիածինում Սամվելի հետ եմ, Տաշիրի, հա, որ հասկանանք ումից ենք խոսում։ Որտեղ է ձեր հոգևոր ինստիտուտները։ Հոգևոր ինստիտուտ, որտեղ է դրված եղել, դուք հասկանում եք ինչ արժան հոգևոր ինստիտուտ, որ մարդիկ հասկանան ինչի համար են ծնվել եւ ինչի համար են պաշտպանում երկիրը։ Ես համոզված եմ հիմա, եթե ես շատ եմ սիրում տեստ անել, փորձել, մարդկանց հարցեր տալ, ինադու որ հասկանալ, այս մարդը գիտակցում է ինչի մարա գնաց է սահման կռվելու։ Իսկ Սերոփի տեսակը նա բերում էր այն գիտակցության զինվորին, որ նա ինչի համար է կռվում, նա ինչի համար է հավատացյալ, նա ինչի համար պետք է աղոթի այդ հայմերը կամ ինչի համար պետք է քարոզով նա կանգնի սահմանի վրա։ Հենց սա է տարբերությունը, նայեք, պարոն Ծառուկյան, ես ձեզ շատ հարգում եմ, մենք հանդիպել ենք Ռոստամի հետ, մենք ունեցել ենք բիզնես խոսակցություն, շատ մեծ խոսակցություն ենք ունեցել, շատ մեծ հարգանք ես տվել, իջել ենք պատվալը, կոյնակ ես մեզ նվեր տվել, մեր դելեգացիային լավ ընդունել ես, ես քեզ հարգում եմ,
Բայց հարց եմ տալի։ Հիմա տես դուք սարի կեսը կտրել եք, սարքում եք Հիսուս Քրիստոսի արձանը։ Լավ եք անում։ Արդյոք քո երեխեն ասելով ոչ թե հենց քո երեխեքից սկսենք մինչև մեր երեխեքը, դա բոլորիս երեխեքն է, հասկանում են ինչի համար է այդ արձանը կանգնում։ Հասկանում եք, թե ինչի համար է այդ արձանը կանգնում, մենակ կայնեն ասեն մեռնեմ Աստծո զորությանը, խաչ անեն, էթան քարը պաչեն եւ հետո չգիտեմ, էթան ինչ պաչեն։ Ուր են այդ դրած ձեր ինստիտուտները։ Ուր են ձեր հոգևոր ինստիտուտները, եթե դուք մի բան անում եք, դրա համար պիտի, երբ որ դու գնում ես խանութից մի ապրանք ես առնում, հա, դրա պասպորտը կա, որ կարդաս ինչ ոնց էսի օգտագործես։ Հիմա այդ արձանը, որ սարքել եք, այդ միլիոնավոր դոլարները, դա ինչին է տալու ինձ։ Ինչն է փոխելու իմ երկրի սահմանները, աշխարհը տեսավ, օքեյ, վաու, մալադեց, Գագիկ Ծառուկյանը դա դրել է, շատ լավ արել, շատ մեծ է, ամենամեծն է, գնաց է Բաբելոնի պես հասել է մինչև Աստծո դրան մոտ է հասել, օքեյ, որտեղ է մեր փրկությունը։ Որտեղ է մեր փրկությունը։ Ես հիմի երկու անձիդ հարց եմ ուզում տալ։ Ես գիտեմ, որ այս ելույթը կհասնի համ Ծառուկյանին, կտրեք այսքան տեղը, խնդրում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, կհասնի, ես գիտեմ։ Համ էլ Սամվելին Կարապետյան։ Երկուսն էլ հոգևոր դաշտի հետ կապ ունեն, ես գիտեմ։ Որտեվ եկեղեցի Հիսուսի արձան։ Հարց եմ տալի ձեր երկուսին։ Իրոք հարց եմ տալի եւ կխնդրեմ պատասխանեք ինձ։ Ազգերը Նոյը երբ որ եկավ 3 որդով, 3 հարսով, չկար ազգություն, ազգերը որտեղից ստեղծվեցին։ Պարոն Ծառուկյան, խնդրում եմ այդ հարցը պատասխանեք, ազգերը, հիմա, եթե դուք ունենաք հարս, և Ադամից մինչև Նոյ չի եղել ուրիշ ազգեր ձեր քարոզիչների բերանը, որ ասում են, ես ինչի մարեմ էսի ձեզ ասում, դա թողում եմ, որ դուք մտածեք, ես կարամ ավելի բարդ բաներ ձեզ հարցեր տամ, բայց ես հարց եմ տալի Ծառուկյան քեզ և Կարապետյան քեզ, եթե դուք այդքան աստվածավախ և Աստծո մոտ մարդ եք, ոնց կլինի ձեր երեխան օրերից մի օր դառնա աֆրիկական ազգ կամ չինական ազգ, ոնց, այստեղ է ձեր միլիոնները բաները, որ դուք չեք դրել այս գաղափարների վրա, այդ ինստիտուտների վրա, մշակույթի վրա, ավելի խորանայիք ազգերի վրա և հասկանայիք, թե հայ ազգը ինչ կապ ուներ այս ամեն ինչի հետ, ոչ թե մենակ արձան դնելով կամ եկեղեցու մեջ մի հատ մեծ նկար դնելով կամ փողեր տալով մեր հարգարժան տերդերներին, այլ բացեք իսկական տայք շանս ինստիտուտներ բացելով հոգևոր դաշտին, որ մեր ազգը հասկանար, թե ինչի համար է կռվում։ Հիմա ես նույն ընտրողներին հարց եմ տալի, ինչի համար եք ընտրում։ Ինչի համար եք ընտրում։ Ումն եք ընտրում։ Մարդ, որ հայ մերը չգիտի։ Դες լսել ենք դա Քոչարյանն է։ Մարդ, որ եղել է մարդու իրավունքների պաշտպան, բայց այն ժամանակ մեր գերիներին չի հրատարակ է, որ մենք այսքան գերին ենք Փաշինյանը հանում է, հետո դառնում է անդիմադիր, ասում է ես կգամ, ես կնեմ։ Ինչի համար։ Ես չեմ բադախոսում, ես դրել եմ այդ զոհասեղանը, ասում եմ, ես իմ կարծիքն է։ Սերոփը 44 օրվա պատերազմին մի ձեռը զենքն ու գրանատն էր, մի ձեռը Աստվածաշունչը քարոզում էր հոգու փրկություն։ Հիմա ինձ ասեք, որ մեկը այդ ընդդիմադիրներից այդ քարոզե երեխաների հոգու փրկության համար, մեր տղեկի։ Ինչի համար եք ուզում փրկեք Հայաստանը, ուզում եմ ուղղակի հասկանամ, հանուն ինչի, հանուն փողի, հանուն պաշտոնի, հանուն հոգևոր արժեքի, բայց եթե ասես հանուն պետք է ես քեզի հարց տամ էլի, ձեզ հարց տամ էլի, դե սրա պատասխանը տուր։ Ես տեսեք նոր ասեցի, ոնց կարա 3 որդուց 3 հարցից լինեն 70 քանի 100, չգիտեմ 105 ազգա թե 85 ազգա, ոնց կարա լինի։ Սիրելի
մեծահարուստներ, որ ձեր անունը ուզում եք գրեք տապանի վրա, ոնց կարա դա լինի։ Բա հարց տվեք։ Բա գնացեք ձեր հոգևոր առաջնորդի մոտ հարց տվեք, որտեղից սկսվեց այս ամեն ինչը։ Բաբելոնից, որ ուզում են Աստված դառնային, որ ուզում են Աստծուն մոտենային։ Դա էր ամենամեծ խնդիրը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խոսել կարճ, որտեվ ես չեմ կարող առանց Աստծո խոսքի, ինչքան ես դառնամ ընդդիմադիր, խոսենք հայրենասիրությունից, ես միշտ ասել եմ, իմ լայֆերի իմաստը ոչ թե ինձ ոչ պաշտոն, ոչ փող, ոչ մի բան, սա ինչ ճանաչում եմ, դա լավ գիտեն։ Ես սիրում եմ, որ հորս փառքից խոսալ եւ չեմ ամաչում։ Իշքան որ կարում եմ ես խոսում եմ հորս փառքից, բայց հիմա ուզում եմ նայեք, այսօր քանի որ շատ մարդիկ մարդկանցից կախում ունեն եւ այդ կախվածությունով չեն հասկանում, թե ուր են գնում։ Ես ուզում եմ հոգեվոր մի միտք խոսեմ ձեր հետ Ադամից։ Երբ որ Ադամը մի մարդն է եղել այս պատմության մեջ, որպես մարդ, որ մահացավ, նա քայլում էր Աստծո հետ։ Դուք պատկերացնում եք, մենք չենք տեսել եւ հավատում ենք, ասում ենք փառք ես Տեր, բայց նա քայլում էր։ Ինչ-որ մի 2 օրը 1, 3 օրը 1 Աստված գալիս էր իրեն հույր եւ նա քայլում էր։ Բայց Աստված տեսավ, որ իր սիրտը նեղվում է։ Դուք հասկանում եք, ես այս քանի օր այդ խոսքի մեջ եմ աշխատում, ոնց կարար Ադամը Աստծո հետ դինել եւ ինչ-որ նեղվեր, մենակությունը զգար։ Եվ Աստված դա զգալով տվեց իրեն կախվածությունը, որի անունն է կին, կյանքը։ Ես խնդրում եմ մեր կանայք թող հանգարց սխալ չհասնեն, ես ուղղակի տարբերակն եմ բերում եւ դա իրականություն է։ Եվ պատկերացնում եք Ադամը նախընտրեց կախվածությանը, քան Աստծո հետ լինել։ Թեկուս շաբաթը 1, թեկուս ամիսը 1, այնտեղ գրված է, որ ինչ որ ընդհատակով Աստված միշտ քայլում էր դրախտում։ Դրախտում, իսկական դրախտում Աստծո հետ քայլողը մենակ էր զգում իրան։ Հիմա մենք մարդիկս փորձում ենք ինչ-որ մեկից կախվածություն ունենանք, բայց գիտեք այդ կախվածությունը ինչ արեց։ Բերեց համայն մարդկությանը հավիդենական մահի։ Հավիդենական մահի Ադամը դա ուզեց եւ Աստված տվեց, ասեց վերցրա քո կախը։ Եթե ես քեզ քիչ եմ, իմ ներկայությունը քեզ քիչ է, վերցրա։ Բազմացեք, թող քո ուզածը լինի, բավարարվի։ Բայց այդ կախվածությունը տարավ մահ, որոշման։ Ու այսօր մենք այդ կախվածություն ունենալով մարդիկ կախվածություն են որևէ մի օլիգարխից, որևէ մեկից ու չեն հասկանում, որ դա կարա լինի մահ, որը եղավ մի քանի անգամ արդեն մեր կյանքում։ 105 տարի մենք ունեցել 107 տարի մենք ունեցել ենք նույն կախվածության գաղափարախոսությունը։ Արա չէ, թանք սրան ընտրենք, չէ, էսի ճիշտ է, դու չես քայլի Աստծո հետ։ Եթե դու կարծում ես, որ պետք է մեռնես, նոր եթաս քայլես, հետո կաս երկրում որևէ մի բան, ես մոռացի արդեն, դա արդեն ուշ է։ Ես միշտ ասել եմ, ես ուզում եմ Տիրոջ հետ հիմա քայլել։ Դրա համար շատ անգամ, երբ որ ինձ ասում եմ, այո, ես էգոիստ եմ, շատերը չեն հասկանում ինչ։ Ես միշտ ասում եմ, այո, ես չեմ ուզում որևէ մեկից կախվածություն ունենամ։ Դա գլնի իմ ընտանիքից մինչև ընկերից մինչև հարազատ, չի կարա դες բան լինի։ Հենց որ ես փորձեմ կախվածություն ունենամ որևէ մեկից, ես կկորցնեմ այն դրախտային քայլը, որը Աստծո ոտքերի ձայնն է գալի հոգու մեջ։ Սա է մեր խնդիրը, կախվածությունը։ Անկախ ամեն ինչից վերցրեք այդ բառը կախվածություն։ Ադամը քայլում էր Աստծո հետ։ Ադամը քայլում էր Աստծո հետ։ Եվ նա տխուր էր։ Եթե դու Աստծո հետ ես քայլում տխուր ես, էլ ինչ ես ուզում։ Մարդ էր ուզում հետդ վերցրու, դե տես ինչ եղավ։ Ես չեմ ասում մարդկանց հետ մի շփվեք կամ մի ունեցեք խոսակցություն, ոչ, բայց ունեցեք Աստծո ոտքերի ձայնը ձեր գլխի մեջ։
ունեցեք որոշում Աստծո հետ, երկնքի հետ։ Իմ եթերների անունը միշտ եղել է երկինք հետո նոր երկիր։ Անկախ իմ ապրելակերպից, անկախ իմ ճիշտ ու սխալ ապրելակերպից, ես էլ եմ մեղավոր, ես ամեն օր ապաշխարության կարիք ունեմ։ Ու չեմ ամաչում դրա մասին ասելու, ով մեղ չունի, թող ինքը առաջինը բարձրաձայնի չկա դες մի մարդ։ Այսօր որոշումներ ենք կայացնում, ինչի վրա, ինչ հիմքի վրա ենք որոշում կայացնում մենք այսօր։ Մարդկանց վրա ենք մենք հիմք դնում, թողնելով Աստծո խոսքը, թողնելով Աստծո ներկայությունը։ Ու ես նորից եմ ասում, որ այսօր մենք կանգնած ենք լինել եւ չլինելու հարցում։ Իհարկե վերջի խոսքը Աստծոն է, բայց գիտեք Աստված երբ ասում, եթե Ադամը իր ներքին աշխարհը չտխրեր եւ Աստծուն չբողոքվեր, որ ես տխուր եմ, քո հետ ես տխուր եմ Աստված, երևի այսօր շատ բան ուրիշ ձև լներ եւ այս ամեն ինչը չներ։ Ես դրանց եմ կարծում։ Աստծո խոսքն ասում է, եթե մեկը խոսք ասում, քննեցեք։ Գնացեք եւ քննեցեք։ Իմ համար ավելի լավ է լինել Աստծո հետ, քան թե որևէ մեկի հետ։ Դրանից ավելին երջանկություն ու հզորություն չկա աշխարհում։ Սա է մարդու եւ սատանայի ուզածը, որ կդրիմ եւ տա քեզ ինչ-որ որևէ մեկին կախվածություն, որևէ մեկը փորձի քո ուղեղի վրան ազդելով, որ ասի գիտես ինչ կարա, գիտես էսի ով է։ Այ երբ որ գալիս եք էսի ով է, ես էլ ասում եմ արեք դե։ Ես պատրաստ եմ ասելու։ Էսի ինչ արե, սերոկն ինչ արե։ Ես նորից եմ ասում, քավլացի, ես հիմա մարդագովություն չեմ անում, ոչ, եթե մենք գնում ենք ընտրությունների, եթե սերոպ այդ մարդը չլիներ, ես չէի խոսա։ Ուզում եմ աղբեր, ես այնքան աղբերներ ունեմ, ավելի հզոր, ավելի ֆենոմենալ, ավելի սենց գայթակղիչ, ավելի սենց, չգիտեմ, մուսկուլով, փողով, ամեն ինչը, որ կարող էր այդտեղ դրվել այդ ստավկեն։ Ոչ։ Ոչ։ Սերոպը ես միշտ ասել եմ ու խոսքը ուժ ունի։ Դա նոր չեմ ասել։ Ես ասել եմ, եղբայր, ես տեսնել եմ քեզի մեր զորքի համար ամեն օր տրուբինա եմ կանգնել եւ աղոթել։ Ես դա ասել եմ Սերոպին։ Եվ ես մի բան եմ ասել, Սերոպը ժպտացել է եւ ես գիտեմ, որ այդ իմ աղբերը կանի։ Երբ որ մեր եղբայրները, որ գալիս են 18 տարեկանները ծառայելու, որ ասում եմ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ոչ, դա պիտի փոխվի։ Ծառայում եմ երկնքիս, հորս, հետո նոր երկրիս։ Այն ժամանակ կտեսնենք, որ մեր երեխեքին ոչ մի երկաթ չի կպնի։ Մենք փորձում ենք Ադամի պես գտնենք որևէ մեկին, ոչ։ Մենք պետք է մնանք Աստծո խոսքի մեջ եւ Աստծո հետ քայլենք։ Այն ժամանակ թշնամին չի կարող մեզ մոտենալ։ Ես ինչի համար ես մեծ կռուգը հոգևոր վեկալեցի սիրելի հայրենակիցներ, որտեղ ես ինչի մասին խոսում եմ, ես աբացուցում եմ։ Հիշում եք, որ ես խոսում էի կյանքի խոսքի ճագերտավոր եկեղեցի կոչված Բաքվում։ Okay։ Հիմա շատերը կասեք վատ էր, վատ չի։ Ես երկու բան եմ ուզում ցույց տալ, այսօր սա նորություն էր, որ ինձ ուղարկեցին։ Կա մի անձնավորություն ադրբեջանցի բլոգեր, չեմ ուզում ես իմ հայ տեսակ իր անունը բարձրացնել, բայց որ տեսնեք արդեն կտեսնեք, եւ այդ անձը հայտնվում է միտեղ, որի մասին ես արդեն տարիներ խոսում եմ եւ ասում եմ ազգային անվտանգություն ուր եք դուք, բայց ինչի հիմա, այս չէ որ սա շուտ կար, ինչի հիմա պետք է այս բլոգերը ցույց տա, այս ամենը, ինչ էիք աղոթում, ինչ էիք աղոթում, կյանքի խոսքի հովիվներ, Բաքվում ինչ էիք աղոթում, խնդրում եմ ուշադիր նայեք, հետո հետ գտանք մի ուրիշ հաղորդման։ Մեկ վարքյան տեխնիկականն է։
Ես ուզում եմ շատ հետաքրքիր մի բան ցույց տալ ձեզ։ Okay, պետք է քաշեմ այս ծրագիրը, որ նոր ինձ թույլ տա մտնենք այս հետաքրքիր պատմության մեջ։ Հենց սա է, որ մենք ինչ խոսում ենք, դա աբացուցում ենք։ Հեսա մի հատ էջ կա քաշենք, որ թողա մենք կարողանանք դա նայել։ Մի քանի րոպե ապեցրել արինքն շատ հետաքրքիր բան է։ Դրա համար ես միշտ ասում եմ, երբ որ մենք մի բան խոսում ենք, պետք է աբացուցենք, որ մեր ժողովուրդը դա տեսնի եւ լսա, ոչ թե մենակ խոսենք, մենք գալիս ենք օգնենք, մենք գալիս ենք հավատքը հետ բերենք, մենք գալիս ենք, ոչ մի տեղ էլ չեն գալի։ Մինչև ինքը փորձի, ես խոսեմ մեկ ուրիշ անձից, վիդեոից, մինչև այդ էջը ինքը լցի։ Նայեք, ստեղ Բենիհինը եկել էր Հայաստան եւ շատ ամպագորգոր կներեք բաներ էին խոսում եւ ես այն ժամանակ ասեցի, որ այստեղ մի բան այն չի։ Հիմա գնանք հետ մեկ վարքյան։ Այստեղ մի բանը այն չէ, մարդիկ ոռնում էին, եւ հիմա այդ նույն մարդիկ ընկած Նիկոլ Փաշինյան են մուրում։ Ոնց կարող է, պատկերացնում եք հերինակիցներ, պարտված հրամանատարին նորից ընտրեն։ Ասում են մենք քրիստոնյա ենք, բայց պարտության հետևից են գնում։ Տարիներ առաջ, երբ որ Սերոփը կանգնած էր քաղաքի հրապարակի մեջտեղը, ասում են վայ, մենք հավատացյալ ենք եղբայր, մենք մուզիկանտնի պոլիտիկ, հիմա ասում ենք մեր հավատացյալը, հիմա հավատացյալների շատերը ընկած ձայներ են մուրում։ Եվ փորձում են այս կամուրջը, այն ինչի մասին, որ այս տարիներ խոսել եմ, հիմա նայեք, այս ոռնոցը Հայաստանից է, ես միշտ ասեմ, սա ոռնոց է, սա աննորմալ մի իրավիճակ է, կոստյումով խփել մարդիկ ընկնել, ես շատ լավ գիտեմ աստվածաշնչյան Սուրբ Հոգու ուժը, բայց ես ուզում եմ հասկանամ, այս անձնավորությունը, որ հիմա գալիս է, ասենց նայեք, ուշադիր նայեք, ախրանիկներով բերել են։ Ես ուզում եմ ասեմ, ինչի համար այս անձնավորությունը այս տեսակ ոռնում։ Նայեք, ժողովուրդ, նայեք, հետաքրքիր է սա հաջորդը, որ սա Ադրբեջանի հետ միացնեմ, կհասկանանք հլը։ Ահա։ Ու այս ընկած մարդկանց պես մարդիկ ոռնում են, հետո լինում է պատերազմից հետո կորցնում ենք հազարավոր երեխաներ, մեր հրամանատարին, եւ այս տեսակները, ես ուզում եմ հասկանամ, սա ինչ է։ Սա ինչ է։ Just lift your hands and Touch։ Բա որ դուք այս touch-ը կարում եք, նայեք, բոլոր ընկնում են, ուշադիր նայեք։ Աստազարությունն է այստեղ։ Wow։ Somebody pick up this man here. Լսեցիք թե touch, այդ բառով գցեց։ Who's with him? Who came with this man? Where is his wife? Ես ուղղակի ուզում եմ այս մարդու պես լիքսած մարդիկ են ընկել։ Ինչը փոխեց։ Pick up the key, Gregory. Հələ ձեները լսեք։ Russia. Ռուսաստանից։ Բայց խի Ռուսաստան, դուք Հայաստանից եք, եղբայր, հոկտեմբերանից եք։ They came from Siberia.
Աստվածաշունչն ասում է մի խաբեք, դուք ռաշնից չեք, դուք հոկտեմբերյանից եք, ահա, This man, այս մարդը, is having a glorious experience. Շատ մի փառավոր վերապրում է ունենում. ահա, He'll never be the same again. Նա երբեք այլևս չի լինի նույնը. ահա, ուղղակի ստեղ շարունակում են, նա երբեք չի լինի նույնը, ցենք ծիածանի տակով անցավ չի լինի նույնը, ինչ եղավ, որ նույնը չի լինի, մենք գիտենք Քրիստոսով, երբ որ դու կներեք, Քրիստոսով, երբ որ դուք մկրտվում եք, այո, մարդը նույնը չի, անցյալը մահանում է, ջրով, երբ որ դուք մկրտվում եք, նորը, դա այդ սիմվոլիկան է, չգիտեմ, ես ինչ նորություն էր, որ դու էլ նույնը չես լինի, բայց ինչն էր խնդիրս, այդ թաչ, որ արեց, տեսակ, քանի հոգի ընկան, առաջի 10-15 այդ դեմի ժողովուրդը ընկավ գետին։ Բայց սիրելի հովիվներ եւ այս մարդուն եմ ես ասում, անունը չեմ ասում։ Բայց այդ թաչը խիչ վեկալեցի 44 օրվան գնայք այդ թաչը։ Չէ՞ որ քեզ էլ ասում է դու այդ նույնը չես լինի։ Դու ավելի հզոր կլինես։ Բայց ինչի չգնացի 44 օրվա պատերազմին թաչ անեիք այդ Ադրբեջանցիք ընկնեին թաչ լինին, համ ոչ թե մեռնեին, ապաշխարեին, համ էլ ցույց կտայք Աստծո զորությունը։ Հենա ջերմուկում ես քանի անգամ ասեցի մեռ ասելով գնացեք ջերմուկ արա, հենց մի ջերմուկում նստած են ազերները։ Չեմ ասում գնացեք կռիվ արեք, պատերազմի կոչ չեմ անում, խաղաղության կոչ եմ անում։ Վեկալեք այս նույն հովիվներին թաչերով լեք գնացեք թաչ արեք, ջերմուկը մաքրեք։ Կարաք, չեք կարա։ Նշանակում է դուք ուղղակի թաչ անող եք, ոչ թե իրական հոգևոր կամ որևէ մի հոգևոր ուժի հետ, դա կապ չունի։ Հավատացնում եմ ձեզ։ Ուղղակի հիմա կներեք, ես հեմի շատ հետաքրքիր մի հատ բան եմ էլի բացում, ուղղակի ափսոսեց հեռախոս մեջ այդ սիստեմը չկա, պիտի հիմի մենակ բացեմ էլի, okay, որ նոր կարողանամ կյանքի խոսքի թաչը ցույց տամ։ Հələ տեսնենք ինչքանով է իրարի նման եւ ինչի համար այս ամեն ինչը կատարվեց։ Սա պլան էր։ Սա դրված մի բան էր քանդելով հայ եկեղեցին, հայ 2000 տարվա մշակույթը, չունենալ ոչ մի ժառանգություն եւ վերջ։ Մի րոպե, ինձ թվում է արդեն ելնում է։ Շատ հետաքրքիր բան եմ ուղղակի ուզում ցույց տալ, ես կարամ իմ էջում գցեմ, ուղղակի այդ անձդ կամ չկա, որ ես ոչ իր անունը տամ, դա իր համար գնի շատ իր ուզածը միշտ եղել է, որ ես իր հետ միշտ եթեր անեմ, բայց մի րոպե ես տեղ կոդ ստացա, ես այս կոդը կմիացնեմ, 1 վայրկյան, 8 Մեկ րոպե սիրելի հայրենակիցներ, ոնցորդը եղավ, պետք է որ բացի հիմա, Ադրբեջանում ենք հիմա, ուշադիր նայեք, երեկվա Теперь хотите нет, но это Азербайджан стеснал bu Azerbaycan'da.
ու սենց շարունակվում է սա, հետո արդեն ինձ ուրիշ բաներ են ուղարկել, որը հիմա դա ժամանակը չի ցույց տալու։ Հիմա սիրելի քրիստոնյա ասք, ինձ կասեք, բա գև վադա, այս ամեն ինչը լինում է, տեսեք աղոթում են, ասում եմ կարող է վերածնունդը ապրում Կավկազը ուզում է սաղ կավկազական ազգերը դառնան հայ կյանքի խոսկական։ Ուզում եմ հասկանամ, էլի գցենք 2000 տարի այդ մեր տերեր աղբերներից սխալ են արել, որ չեն կարողացել։ Ու հիմա դուք կարացիք, հիմա բլոգերնեթում մտնում այնտեղ, որտեղ որ դա հենց ձեր դրած ֆունդամենտն է եղել, բայց գիտեք ում հաշվին, մեր երեխեքի կյանքի հաշվին։ Այդ խաղաղությունն եք ուզում, որ հիմա աղոթում եք, ինչ եք աղոթում։ Այն ժամանակ աղոթեք, որ մեր երեխեքը չեթային այդ կռվին։ Այն ժամանակ բերեք այդ խաղաղությունը, որ մեր երեխեքը չեթային այդ կան զոհվելու։ Հիմա հասկանում եք, սիրելի հայրենակիցներ, որ ես ասում եմ, այստեղ եղել է առևտուր։ Ու այսօր դուք մեր երկիրը ծախել են եւ Հայաստանի քաղաքացուն էլ մեջը։ Ով կարող է սրա պատասխանը տալ։ Ես դեմ չեմ աղոթքին, քավ լցի, ես պատրաստ եմ բոլորի հետ ծնկի գալ իմ հորս առաջ։ Բայց ինչ որ մի բանը նիտո է։ Ես գիտեմ ինչն է նիտո։ Այդ 21 տարիները, որ ես աշխատել եմ այս կազմակերպությունների մեջ եւ հավաքել եմ մեծ պատմություն, ես ասում եմ, ես կարող եմ անգիր առանց այն գրքերի եւ թղթերի, որի մոտ վիդեոների կա, ես կարող եմ անգիր ասել, թե իրանց ֆինանսականը, թե իրանց խնդիրները, թե իրանց մտքերը։ Բայց քանի որ մենք այսօր չունենք իսկական ԱԱԾ-ի հայի համար մտածող այս պահին համապատասխան մարմիններ, դրա համար մենք հարիր չենք համարում, որ այս պահին բարձրացնենք, որովհետև ասես թե չասես ոչ մեկ չի լսում։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած են ով? Աղանդավորները։ Ինչի հաշվին? Այսպես բաների հաշվին։ Իրանց համոզել են, որ մենք կդառնանք եղբայր եւ քույրիկներ։ Այստեղ Աստծո խոսքն ասում, որ գայլերը գառի մորթով կգան եւ մնացած գառների դել կուտեն։ Դե սպասեք, որ գան մնացած գառնիկներին էլ ուտեն մեր։ Բոլորը պատասխան են տալու Աստծո առաջ, թե այսինչ հանցավոր եւ հանցագործություններ են արել մեր երկրի հետ։ Սերոփի, Ռոստամի եւ մնացած մեր եղբայրները գնան կյանք տան, որ այսօր դուք կանգնեք ասեք, ով որ վարչապետին չնդրի դժոխք կգնա, ստեղ գալի տալիս է ինձ Աստծո խոսք էլի, դուք ձեզ դրել եք Աստծո տեղ, դուք եք որոշում, թե ով կգնա դժոխք, թե ով կգնա դրախտ։ Ես ու Սերոփը, սիրելի հայրենակիցներ, 8 տարուց ավել խոսում ենք Բաբելոնի մասին։ Եթե սա Բաբելոն չի, բա ինչ է։ Ես այսօր ուզում եմ խոսել մի երկու բան այս ընտրություններից, որ սա մեծ առևտուր է։ Առևտուր, որը որ մենք տեսնում ենք, որ դրանք իրար հետ նրանք ընդդիմադիր չեն շատերը։ Ես վաղը կամ միսօրը կամ կունենամ ինտերվյու, կամ կխոսեմ իրականությունից։ Ուղղակի այսօր ես բերեցի հոգևոր դաշտի խոսակցությունը։ Իսկ վաղը կամ միսօր ես խոստանում եմ խոսել ավելի կոպիտ ու մարդկանց անուններով, թե առևտուրը, թե մեզ ոնց է առաջարկել։ Ու այսօր դուք փորձում եք, սիրելի հայրենակիցներ, այս գելերի հետ ձեր գառներին տալ արածացնելու, փորձեք։ Եռաբլուրը տեսեք եւ հիշեք, որ հաջորդը դուք եք։ Դուք են մնացածից լավը չեք։ Եթե նրանց զոհաբերել են, ձեզ էլ են զոհաբերելու։ Դրա համար մեզ պետք են հզոր, հոգևոր գեներալներ։
Ես չեմ խոսում քաղաքական գործիչներից։ Հզոր, հոգևոր, աղոթող գեներալներ։ Այո, դա պետք է լինի։ Ոչ թե բանագից փախած, կուլտուրական դոդիկ ու քո երեխու համար չմտածող, դա մեզ պետք չի, մենք տեսել ենք դա։ Ես միշտ ասել եմ, սա իմ խոսքն է, կմեռնանք կեթանք որևէ միտեղ կգրվի, աշխարհը նստում է հզորների հետ հաշվի։ Եթե նայում եք գողական աշխարհը, գողականը այն չմոների հետ չի նստում, որ ինքը չմո է, պոտենցիալ չմո է։ Եթե նայում ես քուչի տղեկին, էլի ուժեղները ուժեղների հետ են, չմոները չմոների հետ են։ Եթե նայում ես հոգևոր դաշտում, բոլոր մարգարեները ես ասել եմ 5 կտակարանի, եթե չեմ սխալվում 66 մարգարե եւ նոր կտակարանի աշակերտները, մնացած աշակերտները մինչեւ հիմա, դրանք ավտորիտետ տղեկն են։ Առաջվա ավտորիտետները դրանք եղել են մարգարեները։ Ցեք գլեմ այդ Մովսեսին նայեք, Աբրահամին նայեք, նրանք չմոյ են, չէ։ Ով է ձեր երկիրը կառավարում։ Հələ մի հատ դրանց վիճակը նայեք հələ։ Համասեռամոլները, Բաբելոն, պարոն Ծառուկյան, համասեռամոլը նստած ձեր մայրիկին, ես մեծ ցավ եմ ապրել։ Համասեռամոլը մտած ձեր մայրիկին անպատվում էր։ Ես ոչ թե հիմա ձեզի ինչ-որ հաթաթա եմ տալում գնացեք, ուղղակի հասկանում եք որտեղ ենք հասել։ Համասեռամոլը հայոյում է համար 1 ուժեղ մարդկանցից մեկի մորը։ Ու դա մենք հանդուրժում ենք։ Այս է մեր երկրի վիճակը։ Տեսեք որտեղ ենք հասել։ Տեսեք որտեղ ենք հասել, որովհետև մաքուր, ուժեղ, հզոր տղեկին վերացրել են, թողել են մենակ այդ համասեռամոլ դասը։ Մեկն ասում է, եթե Նիկոլ չնդրես դրախ չես եթա, մյուսն էլ ասում է, սենց է, տնենց է, ու բոլորը սենց այդ առևտուրը ավելի հզոր է, քան թե երկնային եւ երկրի արժեքը, մայր եւ երկինք, դժող կամ դրախ գնալու թեման են արդեն դրել շրջանառության մեջ։ Արա ես ով եք դուք։ Ես այսօր քանի որ Աստվածաշնչի շատ խոսեցի, չեմ ասում ձեզի բոզի տղա, բայց որ չասեցի դες կտրակեր։ Այ էս եք դուք։ Այ այս կամպանիան է այսօր տիրում մեր երկրում, համասեռամոլական կամպանիան է տիրում, որ չծառայազները խոսում են սահմանից, չմոները խոսում են հզորից, չմոն ասում է Ռուսաստանին կամ որևէ մի ազգին ասում է, արա գիտես ես ով եմ, ով ես, ով ես, այ չմու, դու ով ես։ Ես եմ մեր գյուղացու վիճակը, ապրանքները հետ են եկել, այդ բարդակ վիճակը, ու դուք պատկերացնում եք, որ այս ամեն ինչը պետք է շարունակվի, ոչ, սա ձեր վերջն է հայացք։ Աստված օրհնի ձեզ, վաղը կամ մյուս օրը մենք կհանդիպենք հատուկ թեմաներով, հատուկ մարդկանց անուններով եւ նորից եմ ասում, մեզ լրացնելը դժվար է, մենակ կարա Աստված մեզ լրացնի իր կամքով։ Եթե մենք էլ լրենք, քարերը կխոսան, նենց որ ավելի լավ է մենք խոսանք, որտեղ քարերն ավելի պինդ են։ Աստված օրհնի մեր ազգին, մի եղեք կախված, ինչ որ որևէ մեկից կախվածություն ունենալով, այ եղեք աստվածասեր, Աստծուն հավատալով եւ ունեցեք ձեր որոշումը։ Դրեք այդ ամեն ինչը կշեռքի վրա, ասած ասած։ Ով է կռվե, ով չի կռվե, ով է արե, ով չի արե։ Բա որ անող եք, ինչի միջև մի չի կարող արա։ Հենց եկել ընտրություն նորեք հիշե հայրենիքի փրկություն։ Հենց եկել ընտրությունը նորեք հիշե ձեր այս հայրենասիրական խոսքերն ու բառերն ու մնացած բաները։ Բա մի տարի առաջ ուր էիք։ 2 տարի առաջ ուր էիք։ Չասեմ սիդս կտրակի բոլոր ընդդիմադիրներիդ ասում եմ արա։ Բա որ Արցախը հանձնեցին։ Ինչի՞ սենց ցույցեր չարեցիք արա։
Խիսես բեմեր չարեցիք արա։ Բախի Նիկոլ Փաշուղլուն չճամփեցիք, եթե դուք դենց հզոր էիք արա։ Նույն ծուռ բերանը Քոչարյան, որ դու ասում ես, եթե հանգարց Նիկոլ ընդրվի, մենք հեղափոխություն կանենք։ Բա աներ են վաղտ, որ Արցախը տվին, որ ասում են ինչ-որ հորդ կամ մորդ գերեզման ընդեղ է։ Բա անեիք։ Խի հեղափոխություն չարեցիք։ 150,000 հոգի արցախցի սովված մի տարի պահեցին շրջափակման մեջ։ Բախես նույն բեմերը չխփեցիք, այս մուզիկաները չդրեցիք աշխարհին ցույց տալը, որ դուք ուժեղ եք։ Միասնությամբ տենում եք, որ դուք նույն գարշոկներն եք։ Բախի չարեցիք։ Խի չարեցիք։ Այդ նույն բեմերը խփեիք, անհնազանդություն անեիք, Արցախը պահանջեիք եւ Արցախի ժողովրդի ոչ թե մի հատ տերդերի խայտարագով հանեցիք, բերիք հետո կողեցիք բերդը, լվացիք, բրձակ, տենեիք 60,000 մարդ հանեցիք, ոդի չկարացիք, հեղափոխություն անեք, լուրջ եք ասում։ Տենում եք, որ դուք խաբեպաս սուտ եք։ Դուք քրիստոնյա չեք։ Դուք չեք խոսում մեր եւ մեր սերունդի փրկության մասին։ Իսկ սերոպի տեսակները համ կռվել գիտեն, համ կրագել գիտեն, համ թշնամու տեղը գիտեն, համ էլ մեր որդիների համար աղոթել գիտեն։ Այս է տարբերությունը։ Աստված օրհնի ձեզ։ Ես ասեցի, դուք լսեցիք, սիրելի հայրենակիցներ։ Մնացածը ձեր որոշումն է։